Ռուս լրագրող Իլյա Ստոգովն ասել է. Թուրքիան մի քիչ փչացնում են թուրքերը, թե չէ այն դրախտային անկյուն է։ Բարև ձեզ, եթերում ռելևանտ ոդքասթն է։ Այսօր զրուցելու եմ Թուրքիայի, թուրքերի եւ հայ-թուրքական հարաբերությունների մասին թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Մելքոնյան։ Պարոն Մելքոնյան, 1915 թվականից մինչ օրս թուրքերը որպես հասարակություն փոխվել են, այսինքն այն ժամանակվա թուրքը եւ այսօրվա թուրքը իրարից տարբերվում են։ Կարող եմ հստակ ասել ոչ, բայց այս պատասխանը ոչ թե այսպես հրապարակախոսական է կամ ծագում է տարածված այն ձևակերպումից, որ թուրքը մնում է թուրք, այլ հենված է այն երկրի ուսումնասիրության վրա, որին նվիրել եմ իմ կյանքի երկար տարիներ, եւ կարող եմ ասել, որ մի քանի առումներով 1915 թվականի թուրքական հասարակությունը եւ թուրքական պետական մտածողությունը մնացել են նույնը եւ ընդհակառակը երբեմն ավելի է կատարելագործվել որոշակի այսպես ուղղություններ, կատարելագործվել ասելով վատ իմաստով, մասնավորապես իրենց այսպես մտածողության մեջ տարածված այլատիացությունը եւ հասարակության որոշակի շերտերի մոտ եւ պետական մտածողության մեջ շարունակում է մնալ նույնը եւ դրա առհավատչն կարող ենք տեսնել խորհրդարանական ընտրությունները վերջին տասնամյակների, սկսած կարելի ասել հենց հանրապետության սկզբից, բայց եթե հիմք վերցնենք, երբ որ բազմակուսակցական համակարգ է ձևավորվել Թուրքիայում, բոլոր խորհրդարանական ընտրություններում հաղթում են ծայրահեղ իսլամականները, ծայրահեղ ազգայնականները եւ ազգայնականների մեկ այլ ուղղվածություն, այսինքն ազգայնականներն ու իսլամականները։ Այսօր Թուրքիայի կարելի ասել ոչ պաշտոնական, բայց իրականում պետական գաղափարախոսությունը իսլամական ազգայնականությունն է կամ ազգայնական իսլամականությունն է, որի ծիրում բնականաբար արդեն կարող ենք պատկերացնել նրանց մոտեցումները հարևանների, այն երկրի, որի մասի ռուս լրագրողը ասել է, որ փայլուն երկիր է, այդ երկրի բնիկների, այդ տարածքների բնիկների եւ այլնի մասին։ Այս մոտեցումը խորհրդարանում ինչ ուժեր որ ներկայացված են, ասենք Գորշ, Գայլեր, ահաբեկչական խմբի քաղաքական թևը, բազմաթիվ ծայրահեղական գործիչներ եւ այլն, նրանց ի վերջո ընտրում է հասարակությունը։ Այսինքն հասարակության մեջ այդ մտածողությունը շարունակում է մնալ դոմինանտ եւ շատ այսպես ինքնախապեյության, եթե չասեմ շատ ավելի բացասական ձևակերպումներով կարող են բնութագրել այն մարդկանց, այն հասարակական քաղաքական գործիչներին, որոնք Հայաստանում հիմա փորձում են ներկայացնել, որ թուրքական մտածողությունը լիովին փոխված է։ Դա ինքնախապեյությունից զատ նաեւ մեր հասարակության զգոնության եւ ինքնապաշտպանության բնազդը թուլացնելուն միտված քայլեր են։ Հետեւաբար մենք պետք է տեսնենք Թուրքիան այնպիսին, ինչպիսին որ այն կա։ Ես չեմ ասում ընդհանրապես պետք չի շփվել կամ պետք է ինչ-որ պարփակվել եւ այլն, բայց մենք պետք է հասկանանք, թե ինչպիսի պետություն է այն եւ ձեր ասած հարցի կոնտեքստում եւս մի փաստարկ։ 1915 թվականի թուրքը, որը իրականացրել է ցեղասպանություն, եւ 2026 թվականի թուրքը, որը շարունակում է արդարացնել այդ ցեղասպանությունը եւ ժխտել այդ ցեղասպանությունը, ունեն արդյոք մտածողության փոփոխություններ կամ տարբերություններ։ Կարծում եմ հարցը այսպես պատասխանը ակնհայտ է եւ շատ փոքր մի դրվագ եմ ուզում ասել, որը օգտակար կլինի, որպեսզի մեր հանրությունը իմանա։ Ինչու եմ ասում, որ պետական մտածողությունը Թուրքիայի չի փոխվել։ Ես մեջբերեմ իրավական փաստաթուղթ։ 1926 թվականին, եթե չեմ սխալվում, հենց մայիս ամսին Թուրքիայի կառավարությունը օրենսդրական առաջարկություն է անում ազգային ժողովին, որը ընդունվում է միաձայն եւ ստանում է օրենքի ուժ։ Այդ փաստաթուղթը, այդ օրենքը կոչվում է հայ հրոսակների կողմից սպանված թուրք պաշտոնյաների, ուրեմն արդարացնելու թուրք պաշտոնյաների ընտանիքներին թոշակ նշանակելու մասին օրենք։ Նեմեսիսի ոչ միայն Նեմեսիսի, օրենքին կեցված է ցուցակ Թալյաթի, Ջեմալի, Բեհայդին Շաքիրի եւ մյուսների
որով Թուրքիա պետությունը կառավարության առաջարկությամբ ազգային ժողովի ավերացմամբ միաձայն այդ մարդկանց հռչակում է ազգային նահատակներ։ Այդ օրենքը մինչև հիմա գործում է։ Այդ մարդկանց ընտանիքներին տրվում է փոխհատուցում, օրենքի մեջ հստակ նշված է հայերի լքյալ գույքից։ Եվ այդ մարդկանց անունով սկսում են խոսներ անվանակոչել, դպրոցներ եւ այլն եւ այլն։ Հիմա կարող ենք ասել, որ 1926 թվականին Թուրքիայի Հանրապետությունը իր բարձրագույն գործադիր ու օրենսդիր մարմինների մակարդակով ֆիքսել է Թալյաթի իրենց ազգային հերոս լինելը, Ջեմալի իրենց ազգային հերոս լինելը։ Սա խոսում է պետական մտածողության շարունակականության մասին։ 1915 թվականի պետական մտածողության դրսևորում էր այն, ինչ տեղի ունեցավ հայերի նկատմամբ, այդ պետական մտածողության կրողը Թալյաթն էր, որը 1926 թվականին այդ պետության կողմից, բարձրագույն մարմնի կողմից հռչակվել է որպես քաղաքական նահատակ, հերոս եւ այլն։ Հետեւաբար, երբ որ ասում ենք չի փոխվել, հենված են այս եւ բազմաթիվ այլ փաստերի վրա, որ երևի ոդքասթի ժամանակը չի երիքի, որպեսզի թվարկեմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, որ դա արդեն հին բան է, պետք է հասկանալ, որ թուրքերը փոխվել են եւ այլն, այդ մարդկանց ասածները հենված է իրենց միգուցե ցանկալի, բայց իրականության հետ կապ չունեցող պատկերացումների հետ։ Վերջին դրվագները կարող ենք տեսնել Սիրիայում կամ Արցախում հայերի հանդեպ կամ սիրիացիների հանդեպ բացահայտ ցեղասպանական արարքներ անող թուրքական խմբավորումները կամ թուրքերի կողմից հովանավորվող խմբավորումները, արարքները, նրանց խմբակային մահապատիժները եւ այլն, դրանք ցեղասպանական գործողություններ են, թե չէ։ Ադրբեջանական բանակը, որը 90-ականներից վերապատրաստվում է թուրքական մոդելով, այնինչ արել է Արցախում եւ Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներխուժելու ժամանակ եւ մեր զինվորների եւ անզեն քաղաքացիների հանդեպ, դրանք ընդամենը 5 տարի առաջվա դեպքեր են, ցեղասպանական գործողություններ են, թե ոչ։ Դա փոփոխված մտածողության դրսևորում է, թե ոչ։ Պարոն Մելքոնյան, բայց դες կարող են օրինակ հակառակ դիրքորոշում ունեցող անձինք հակադարձել, ասել, որ Թուրքիայում օրինակ ապրում են հայեր, հետո հայերը կարող են գնալ Արևմտյան Հայաստանում շրջել, այնտեղ ծանոթանալ մեր պատմական մշակույթին, այսինքն թուրքերը բացասաբար չեն տրամադրված։ Կարող եք մեկնաբանել։ Ես փորձեմ այսպես հնարավորինս ավելի հակիրճ հակադարձել։ Թուրքական հասարակության մեջ կա մտածողության երկու շերտ՝ պետական մտածողություն եւ բիզնես մտածողություն, այսպես ասեմ։ Բիզնես մտածողության ամենահավաքական, թե կարելի ասել, ասացվածքը կամ արտահայտությունը դա հետեւյալն է՝ հաճախորդը միշտ ճիշտ է։ Թուրքերեն ասացվածք է դա նաեւ, որի պարագայում Արևմտյան Հայաստան այցելող հայաստանցիները կամ հայերը, սփյուռքահայերը ոչ թե պահանջատեր են եւ եկել են որպեսզի հետ վերցնեն կամ ազատագրեն մուշը կամ վանը, այլ եկել են որպես տուրիստներ, որպեսզի գումար վճարեն, մնան իրենց պապից խլված տարածքում կառուցված հյուրանոցում, այցելեն եւ գումար վճարեն իրենց նախնիների կողմից կառուցված եկեղեցիներ կամ փլատակներ, մի խոսքով գումար վճարեն, ծախսեն։ Եվ այդ պարագայում իրենք բիզնես մտածողությամբ նայում են որպես հաճախորդների եւ պատկերացրեք մի հատ տուրիստի տեսանկյունից եթե նայեք, ասենք գերմանացի տուրիստը կամ ֆրանսիացի տուրիստը արդյոք շատ հակված կլինի այցելել, ասենք Մշո Սուրբ Կարապետ վանքի ավերակները, հիմնական այցելուն տուրիստ որպես ով կարող է լինել հայը, հետեւաբար բնական է, որ պետք է լավ ընդունեն, միգուցե ինչ-որ հուզական հայտարարություններ անեն, ինչ-որ մի, չգիտեմ, հյուրասիրություններ անեն, դա լրիվ իրենց արևելյան առևտրի, արևելյան բիզնես մտածողության մեջ տեղավորող հարց է։ Դրա հիման վրա ասել, որ Թուրքիան փոխվել է եւ հայ տուրիստները կարող են գնալ, դա մեղմ ասած որևէ քննադատության չի ենթարկվում։ Ինչ վերաբերում է, որ այնտեղ ապրում են հայեր։ Իհարկե ապրում են հայեր, բայց որտեղ են ապրում, դա էլ պետք է ֆիքսենք եւ ինչքան են մնացել հայեր։ Հայկական բնորանում
հայեր գրեթե գոյություն չունեն, եթե կան դրանք շատ փոքր կղզյակներ են։ Արևմտյան Հայաստանում եթե կան դրանք կամ կիսաիսլամացած հայեր են կամ փոքրիկ կղզյակներ են, որպես համայնք չեն գործում, այսինքն Արևմտյան Հայաստանի տարածքում գործող համայնք, դպրոց, եկեղեցի, հայկական չկան, եւ անգամ գիտեք Վանա լճի Սուրբ Խաչ եկեղեցին, Ախթամար կղզին, չի ձևակերպված որպես եկեղեցի, այն գործում է որպես թանգարան։ Հետևաբար պատմական Հայաստանի տարածքում որևէ դե յուրե հայկական ներկայություն չկա։ Ստամբուլում կա հայկական համայնք, փոքրաթիվ, տարբեր 50,000, 70,000 տարբեր թվեր է ասվում, որը ըստ Լոզանի պայմանագրի ունեն փոքրամասնության կարգավիճակ եւ դրանից բխեցնելով կարող են ունենալ եւ ունեն դպրոցներ, եկեղեցիներ եւ այլ այսպես համայնքային կառույցներ, բայց դա եղել է Լոզանի պայմանագրով այն աշխարհի այն այսպես արևմտյան տերությունների կողմից այսպես ձևակերպված պահանջ, որոնք դրանից 3 տարի առաջ ստորագրել էին Սևրի պայմանագիրը, որով ոչ թե հայերին համայնքային իրավունքներ էին տրվում, այլ տրվում էր մի մեծ ինքնուրույն անկախ Հայաստան։ Հետևաբար միայն Ստամբուլում մի քանի տասնյակ հազար հայերի ներկայությունը իրենց իհարկե այն տարածքում, որտեղ տարերով ապրել են, խոսքը Ստամբուլի մասին է, դա ներկայացնել որպես ժողովրդավարության եւ ազատության ինչ որ օրինակներ, այսպես ցնցող օրինակներ, իհարկե սխալ է եւ մի քիչ կարող է սարկազմը լինի, բայց նույն ցեղասպանության կազմակերպիչները ծրագրում էին, որ Թուրքիայում կմնան հայեր, բայց որպես թանգարանային էքսպոնատներ։ Հիմա 86 միլիոնանոց Թուրքիայում 50,000-անոց հայկական համայնքը կամ թող լինի 100,000-անոց, չեմ կարծում, որ կարող է լինել այսպես մեծագույն գործոն, չհաշված, որ այդ համայնքի վրա մշտապես եղել են տարատեսակ ճնշումներ, սահմանափակումներ, սկսած կրթականից, վերջացած եւ այլն, չմոռանանք նաեւ ովքեր այն ակտիվ հայերին, որոնք Թուրքիայում ժամանակ առ ժամանակ ենթարկվել են հալածանքների, ընդհանուր մինչև ֆիզիկական նույն հրանդինքը եւ այլ գործիչներ։ Եվ եթե այսպես համեմատեմ, Իրանի թիվ 1 թշնամին Իսրայելն է, բայց Իրանում կա հրեական համայնք։ Հիմա հենց հիմա։ Պարոն Մելքոնյան, հայերը ինչ դեր ունեն ժամանակակից Թուրքիայի պետականության ստեղծման գործում։ Ես օրինակ գիտեմ Հակոբ Մարտայանի մասին, ով Քեմալ Աթաթուրքի ժամանակ լատինատար թուրքերենի ստեղծողն է, կան ուրիշ այլ հայեր։ Նայեք, պետականության ստեղծման հետ կապված եկեք հարցը մի քիչ բաժանենք, Հակոբ Մարտայանին առանձին անդրադառնանք։ Տեսեք, պետականության ստեղծումը Թուրքիայի տեղի էր ունենում այն տարիներին, երբ մեր պետականությունը անկախ կործանվում էր, Սևրը այսպես չէր իրականանում, մենք կանգնած էինք գոյության սպառնալիքի առջև եւ հետո չեմ Կարսի պայմանագիր, Մոսկվայի պայմանագիր, սովետական Հայաստան մոտավորապես այդ փուլն էր եւ Թուրքիայի պետության ստեղծումը ուղիղ համեմատական էր հայկական պետական երազանքի նահանջի, որովհետեւ այդ պետությունը ստեղծվում էր նաեւ հայկական տարածքների վրա, որոնք դե յուրե Հայաստանի առաջին հանրապետության տարածքներն էին, այդ թվում Արարատ լեռը, եւ դե ֆակտո խոստացված էին Սևրի պայմանագրով։ Լավ, Սևրը եթե դնենք այսպես մի կողմ, դե յուրե Հայաստանի հանրապետության տարածքների մի մասի վրա ստեղծում էր Թուրքիայի հանրապետություն, դրանից զատ այն տարածքները, որոնք Թուրքիան չէր կարողանում ներառել իր տարածքում, օրինակ Նախիջևանը, Արցախը, պայքարում էր, որ դրանք մաս կազմեն Ադրբեջանին, պայքարում էր նաև Սյունիքի համար, որ մաս կազմի Ադրբեջանին, որը չստացվեց եւ պայքարում էր, որպեսզի Նախիջևանի հետ անպայման ունենա ինքը ցամաքային կապ եւ Կարսի բանակցությունների ժամանակ ամենավիճելի կետը եղել է այսպես Երևանի գավառի Եռանկյունի գոտի կոչվող այդ տարածքը, որով Թուրքիան փոքր, բայց ցամաքային կապ է ունենում Նախիջևանի հետ, որն էլ հիմա շարունակելով ուզում են վերածել Զանգեզուրի միջանցքի, հա։ Հետևաբար այդ ժամանակ Թուրքիա պետության ձևավորման մեջ գոյություն ունեցող հայերը դրանք անպայմանորեն կարող ենք բնութագրել նրանց որպես
հայկական կամ հայկական պետականության դեմ ինչ որ գործող տարրեր։ Կան այդպիսի կերպարներ, դրանցից կառանձնացնեմ Պերճ Քերեստեջյանին, որը եղել է ժամանակի Օսմանյան կայսրության եւ այդ փուլի ամենահարուստ հայերից մեկը, իսկ գիտեք բիզնեսը երբեմն ազգություն չի ունենում եւ Օսմանյան բանկի պատասխանատուներից է եղել եւ այլն, մեծահարուստ հայերից, որը ֆինանսապես օգնել է քեմալական շարժմանը, որը ձևավորում էր այդ Թուրքիայի հանրապետությունը, զենք է առել այդ շարժման համար, այն շարժման համար, որը արձակվել էր եւ գրավել էր Հայաստանը մինչև հասել էր այսօրվա Գյումրին, այդ զենք տվողներից մեկը Պերճ Քերեստեջյանն էր, որը քաղաքականությամբ չէր զբաղվում, ճակերտավոր այսօրվա կանոնով բիզնեսմեն էր, որը օգնում էր տվյալ պահի Թուրքիայի իշխանությանը եւ փաստորեն նպաստում է թուրքական պետականության ձևավորմանը։ Կա նաեւ վարկած, որ նա կանխել է ինֆորմացիա տալով Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դեմ ծրագրված մահափորձը։ Հայերի կողմից չեմ կարող ասել հայերի թե հույների, բայց այնուամենայնիվ մահափորձ կամ միգուցե անգլիացիների, որը կանխվել է նրա տված ինֆորմացիայի շնորհիվ։ Ինչ է ստացել նա դրա դիմաց, բնականաբար Թուրքիայի Հանրապետությունում հետո շարունակել է նրա բիզնեսը ծաղկել եւ նա դարձել է 1935 թվականին Թուրքիայի խորհրդարանի առաջին հայազգի падգամավորը, միայն ազգությամբ հայ, մնացած ամեն ինչով եղել է թուրքական, այսպես պետական մտածողության կրող, այսինքն Թուրքիայի խորհրդարանում շատ ակտիվ մասնակցել է բոլոր հակահայկական քննարկումներին, քվեարկություններին եւ այլն։ Այսինքն չի ներկայացրել հայությանը։ Հետո ազգանունն էլ Քեմալ Աթաթուրքը նրան ազգանունը Քերեստեջյան փոխել է եւ տվել է թուրքեր ազգանունը, որը թարգմանաբար նշանակում է թուրքական, թուրք զինվոր։ Այսինքն նրան տվել է այդ անունը, թուրք զինվոր, որպես ազգանուն, դա արդեն ամեն ինչ ենթադրվում է։ Ինչ վերաբերում է կարող են առանձին նման ոչ քիչ երևացող կերպարներ, չմոռանանք, որ Նեմեսիսի շրջանակներում որոշ հայ կերպարներ նույնպես որպես թիրախ անցնում էին, այո։ Ինչ վերաբերում է Հակոբ Մարթյանին, տեսեք, թուրքական գիտության մեջ, մշակույթի մեջ հայերը բնականաբար ունեն որոշակի դեր։ Հակոբ Մարթյանի պատմությունը մի քիչ այլ է, բայց այնուամենայնիվ նա որպես ժամանակի հայտնի լեզվաբան հրավիրվել է Աթաթուրքի կողմից Թուրքիա, մինչև այդ ծանոթ են եղել եւ իհարկե զբաղվել է այսօրվա թուրքերենի կայացմամբ, այսինքն ոչ թե թուրքական պետության, բայց թուրքերեն լեզվի կայացման հարցում, այո, պետական լեզվի կայացման, կարող է ասենք, համահիմնադիրներից, կարևոր գործիչներից մեկն է Հակոբ Մարթյանը, որին նույնպես ազգանունը փոխվել է եւ տրվել է Դիլաչար ազգանունը, որը թարգմանաբար նշանակում է լեզու ստեղծող, լեզու բացող։ Այո։ Կա վարկած, որ Աթաթուրքի ստորագրության հեղինակը նույնպես հայ է եւ այլն, կան այդպես գործիչներ, բայց նրանց թուրքական, պաշտոնական պատմագրությունն ու քարոզչությունը երբեմն նրանց ազգային էթնիկ ծագումը մոռացության են տալիս։ Օրինակ Հակոբ Դիլաչարի գրքերը, որ նայեք, որևէ մեկի վրա անունը չկա ամբողջությամբ գրած է Ա, որտեղ թուրքերենով Հակոբ ասում են Ագոբ, Ա. Դիլաչար, եւ սովորական ընթերցողը չի էլ հասկանա, որ Ա. Դիլաչարը դա Հակոբ Մարթայանն է։ Այսինքն անգամ իրենց լեզուն ստեղծողի հայ լինելը հերքում են, ուղիղ կամ անուղղակի։ Պարոն Մելքոնյան, ձեր խոսքից արդեն պարզ դարձավ, թե Թուրքիայում ինչպես են վերաբերվում հայերին, թուրք հասարակությունում։ Ես ուզում եմ հարցնել, թե թուրք հասարակությունում եւ թուրքական պետության ղեկավարությունը, իշխանությունները ինչպես են ընկալում Ադրբեջանն ու ադրբեջանցիներին։ Տեսեք, ես երկու ժամանակային հարթությունում պետք է ներկայացնեմ հարցը։ Առաջինը 20-րդ դարի սկիզբ գնանք, մոտավորապես այդ 1920-ականներ, ես այն վարկածն ունեմ, որ Թուրքիան այդ ժամանակ չկարողանալով լիովին գրավել Հարավային Կովկասը, պլան B-ն, այսպես դրել է շրջանառության մեջ, ստեղծել Ադրբեջան որպես ժամանակավոր պետություն, ժամանակավոր պլացդարմ, նաև սովետական միությունում իր այսպես հենման կետ, որով կարող էր իր քաղաքականությունը շարունակել։
Այսինքն Թուրքիանը ստեղծել Ադրբեջանը։ Թուրքիան մասնակցել է Ադրբեջանի ստեղծմանը միանշանակ, եթե հիշենք, որ նույն Էնվեր Փաշայի Էնվեր Փաշան շատ մեծ ուշադրություն էր դարձնում Ադրբեջանին, Արցախին եւ իր եղբայրը Նուրի Փաշան էր, որ օկուպացրել էր այդ ժամանակ Արցախ հարակից տարածքներ եւ այլն, եւ հենց նա էր կազմակերպիչը կոտորածների Արցախում եւ Շուշիում եւ այլ վայրերում, այսինքն եւ եկեք չմոռանանք զուգահեռը տանենք, որ 2020 թվականին 44-օրյա պատերազմից հետո Բաքվում այդ իրենց հաղթանակի զորահանդեսի ժամանակ Էրդողանը ամենևին ոչ պատահական ասաց, որ այսօր Էնվեր Փաշայի հոգին փառավորվեց, չհիշեց մյուսներին, հատկապես Էնվեր Փաշայի անունը տվեց, որտեղ Էնվեր Փաշան Ադրբեջան պրոյեկտի եւ Արցախի ոչ հայկական լինելու գաղափարի հիմնադիրն է եւ պատերազմի ժամանակ էլ կհիշեք, որ ադրբեջանական որոշ ստորաբաժանումներ իրենց թևին կրում էին Էնվերի նկար 44 օրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտում օկուպացված փողոցներից առաջին անվանափոխված փողոցներից մեկը Էնվեր Փաշայի փողոցն է այսօր, այսինքն Էնվեր Փաշան դա շատ սիմվոլիկ կերպար է Ադրբեջանի ստեղծման հարցում եւ այսպես սովետական միության ժամանակ փաստորեն Ադրբեջանի միջոցով Թուրքիան ոչ շատ բացահայտ, բայց կարողանում էր իր քաղաքական ակտիվությունը ինչ-որ ձևով պահպանել։ Անգամ գիտեք գրողների մակարդակը, ասենք թուրք գրողների ակտիվ հանդիպումները ադրբեջանցի գրողների հետ, ազգային թեմաներ, եղբայրության թեմա, համաթուրքականության թեմա եւ այլն 1950-60-ական թվականներին, որ դժվար էր պատկերացնել, բայց այնուամենայնիվ դա իրականացվում էր, այլ թեմաների մասին կարելի է ենթադրել, ասենք, հետախուզության եւ այլնի, թե ինչքան կարող էր Ադրբեջանը Թուրքիայի համար պետքական եւ օգտակար լինել այդ առումով, հա։ Եվ արդեն երկրորդ փուլը, թե ինչպես է Թուրքիան վերաբերում Ադրբեջանին, արդեն 90-ականներին Արցախյան պատերազմից հետո, բնականաբար խորհրդային միության փլուզումից հետո անմիջապես ակտիվացավ այդ պանթյուրքական նրբերանգները, հետո շրջանառության մեջ դրվեց մեկ ազգ երկու պետություն այդ կարգախոսը, որը իբրև Հեյդար Ալիևը դրեց շրջանառության մեջ, բայց այստեղ նույնպես ուզում եմ մի հետարքիր փաստ ասել։ Թուրք ամենահայտնի կոմունիստ բանաստեղծը Նազım Hikmet, որը այլախոհ էր, երկար տարիներ բանտում էր անցկացրել եւ այլն, հետո փախել էր Խորհրդային Միություն, այն Մոսկվայում էր ապրում, այնտեղ էլ մահացել է, ամենահայտնի թուրք գրողներից մեկն է։ 1950-ականներին արդեն լինելով սովետական միությունում ապրող այցելում է Ադրբեջան եւ հետագայում Ադրբեջանի գրողների միության նախագահ Անարը իր հուշերում գրում է, որ Նազım Hikmetը ասում էր մենք մի ազգ ենք երկու տարբեր պետություններում, այսինքն մեկ ազգ երկու պետություն կարգախոսի հեղինակը ոչ այդքան Հեյդար Ալիևն է, որքան թուրք գրող Նազım Hikmetն է։ Ընդ որում այդ գաղափարը առաջ տարել 50-ականներին, 1950-ականներին։ Մի խոսքով այդ 90-ականների սկզբին այդ ակտիվացում, հետո հրադադարը եւ դրանից հետո Արցախյան առաջին պատերազմից հետո ես կարծում եմ եւ հենված փաստերի վրա, որ Թուրքիան վերցրեց Ադրբեջանը իր խնամակալության ներքո գոնե երկու ոլորտներում հաստատ, որը բացահայտ հայտնի փաստ է։ Մեկը զինված ուժեր եւ Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Դեմիրելի հայտնի հայտարարությունները կան, հարցազրույցները, որ մենք ադրբեջանական հիմա պետք է հասնենք զինադադարի, վերցնենք ադրբեջանական բանակը եւ թուրքական, այսինքն նատոյական ստանդարտներով այն կատարելագործենք, վերապատրաստենք, պատրաստվենք պատերազմին եւ երկրորդը այս հիմա որ ասում եմ մեր օրերի հետ կարող է զուգահեռ լինել, բայց օր բանը փաստերն են ուղղակի էլի խոսում, բայց զուգահեռներ անպայման ի հայտ կգան հիմա որ ասեմ։ Եվ երկրորդը Թուրքիան ուշադրություն դարձրեց ադրբեջանական կրթության համակարգի վրա եւ ուրեմն երիտասարդության հայրենասիրական դաստիարակության եւ ուրեմն էլի նույն Դեմիրելի եւ այդ բանակցություններին մասնակցող ուրեմն թուրք դիվանագետ Ջանդան Ազերի հուշերը կան,
որը ձևակերպում է հետևյալ կերպ։ Հիմա երբ որ մենք այցելեցինք Բաքու 1992 թե 93 թվականներին, Բաքվի երիտասարդները փառատոնների էին մասնակցում, գինու փառատոնների։ Եվ երբ որ ասում ենք հիմա պատերազմ է, Արցախը գրավում են, Շուշին ասում են դե Ղարաբաղը հեռու է, մեզ ինչ։ Երբ որ եթե հանգարց Բաքվի վրա հարձակվեն, նոր մենք կկրվենք Ղարաբաղը ինչ է մեզ, Շուշին դժգույն քաղաք էր։ Իրենք էլ էին ասում։ Այն ժամանակ եւ փառատոններ, տեսեք, զվարճանք, ուրախություն։ Հիմա է կատարվում։ Հակառակ է, հիմա մեզ մոտ։ Եվ Դեմիրելի խոսքը ասում է, երբ Ադրբեջանը կարողանա գնալ ռևանշի, երկու դեպքում, երբ որ ունենա վերապատրաստված բանակ, եւ երկրորդ, երբ որ հասարակությունը, երիտասարդությունը հողը կընդունեն որպես հայրենիք, ոչ թե հող ուղակի, այլ հայրենիք, ոչ թե սարը գլխին ձյունա պետքա մեզ այդ սարի համար պայքարենք, չէ, երբ որ այդ ամեն սարը ձյունոտ եւ ոչ ձյունոտ գագաթներով կընկալվի որպես հայրենիք, որի համար պետք է պայքարեն։ Եվ եթե նայեք ադրբեջանական կրթական համակարգը դրվեց ծայրահեղ ռասիստական, հայերին ատելու, չէ, մանկապարտեզներից սկսած։ Եվ դաստիարակությունը երիտասարդության հենց այս ուղու վրա, դա թուրքական պրոյեկտ է։ Բացահայտ, հեղինակն էլ կարող ենք ասել Սուլեյման Դեմիրելն է։ Եվ նույն 2020 թվականի այդ զորահանդեսի ժամանակ կամ դրանից հետո Իլհամ Ալիևի հարցազրույցներից մեկն եմ հիշում, որ ասեց մենք հաղթեցինք նաև կրթության միջոցով դաստիարակության, որովհետև այն 18 տարեկանները, որ կռվում էին Արցախում, դրանք հենց այս կրթական համակարգից դուրս եկած հայերին ատող, Ղարաբաղը որպես իդեա ֆիքս ընդունող սերունդն է։ Դրա մեջ իհարկե կա ճշմարտության որոշակի տոկոս։ Բայց թուրք հասարակությունն էլ ադրբեջանցիներին ընկալում որպես եղբայր։ Այդ մասը նայեք, մի քիչ տարբեր է, սա պետական մտածողություն, այսինքն ոնց է Թուրքիա պետությունը հասարակության մեջ գիտեք կա այս վարկածը, ամեն դեպքում մի քիչ տարբերություն կա թուրքական եւ ադրբեջանական հասարակությունների մեջ։ Թուրքական հասարակությունը բնականաբար ավելի արևմտականացված, ավելի եվրոպականացված, ի վերջո արևմուտքի դաշնակիցն է, ՆԱՏՕ-ի անդամ է եւ այլն, սոցիալական կարգավիճակով զարգացման սկզբից 90-ականների մասն է խոսքը, ադրբեջանցիների հանդեպ ունեին մի քիչ այսպես խորթության զգացում, ինչպես ասում են, այդ շրջանից եկած անկոչ ազգականների մոտավորապես կարգավիճակ, հետագայում իհարկե որոշ փոփոխություններ եղան, որտեղ Թուրքիա-Ադրբեջան այդ պետական մերձեցումը ազդում էր նաև հասարակությունների վրա, հիմա կարծում եմ կրկին կա այդ մի քիչ խորթություն չասեմ, բայց ամեն դեպքում տարբերությունները, բայց դա ամենևին չի ազդում պետական քաղաքականության եւ պետական մոտեցումների եւ այլնի վրա, այնպես որ դա կարծում եմ մշակութային խնդիր է, դա մի քիչ այսպես անջատվածություն, չէ, բոլոր տեղերում կա, ասենք մոսկվացի եւ պետերբուրգցի, չգիտեմ եւ այլն, իրենց մեջ էլ այդ ամեն ինչը կա, բայց ցավոք սրտի դա պետական մտածողության եւ այսպես քաղաքականության հիմք չէ, դա ավելի անձնական ինչ-որ խնդիր։ Պարոն Մելքոնյան, Նիկոլ Փաշինյանի քաղաքականության գաղափարներից մեկն էլ հետևյալն է, որ Հայաստանը կարող է Թուրքիայի համար դառնալ ավելի լավ, ավելի մոտ, ավելի մերձ գործընկեր, քան թե Ադրբեջանը։ Դա հնարավոր է։ Ի բնե սխալ պատկերացում, ծայրից ծայր որևէ ապացույց չունեցող ձևակերպում, ես չգիտեմ որտեղից է դա ծնվել, եթե իր լրագրողական կամ չգիտեմ այլ պրպտումների արդյունքում է արած որևէ փաստական հիմք չընդունելով, չգիտեմ իր լրագրող ժամանակ է դա մտածել հիմա որպես վարչապետ սկսել է տարածել, չհենվելով որևէ փաստի գրքի ուսումնասիրության վրա, դա մեկ այլ խնդիր է, սխալ է։ Եթե ինչ որ Հայաստանի պետական վերլուծական կառույցներն են այդ թեզը այսպես երկնել ու նրան առաջարկել որպես մեծ մտքի արգասիկ, դա էլ ավելի մեծ սխալ է։
որովհետև այդպիսի միտք ասելու համար գոնե պետք է ունենաս հենման կետեր։ Որն է այդ հենման կետը։ Թուրքիայի եւ Ադրբեջանի մեջ առնվազն պետք է ուսումնասիրել իրենց ռազմական, տնտեսական, քաղաքական համատեղ շահերը եւ ասել, թե դու ինչ այլընտրանքներ կարող ես առաջարկել, որ ավելի լավ լինի, այսինքն ռազմական իմաստով Թուրքիան ու Ադրբեջանը մի քանի պայմանագրեր ունեն, վերջինը Շուշիի հռչակագիրը, որով ըստ էության բարձրագույն ռազմական փոխօգնության պայմանագիր է։ Տնտեսական բազմաթիվ պայմանագրեր ունեն իրար հետ, նավթ, գազ, չգիտեմ, այլ եւ այլն։ Քաղաքական բնականաբար ընդհանրություններ, հետո ի վերջո էթնիկ ընդհանրություններ, մշակութային, պանթյուրքիզմ եւ այլն։ Այս ամենին դու ինչով ես հակադրելու, որ դու դառնաս Թուրքիայի համար այսինքն դու կոտրելու ես պանթյուրքիզմի դարավոր այդ պատնեշը, ինչով, մինչև այդ էլ ասում էր ես ադրբեջանական հասարակության կդիմեմ այնտեղ հեղափոխություն կանեմ, չգիտեմ, կպայթի եւ այլն։ Տեսանք ինչ եղավ։ Ամենևին չպայթեց, հա, ցավոք սրտի։ Ինքն եթե դու տենց ուղակի քաղաքական կենաց ես ասում, այն էլ վարչապետի կարգավիճակով դա ոչ միայն սխալ է, այլև դա մեծագույն անարդարություն է սեփական հասարակությանը, որովհետև կարող է հասարակության մեջ ինչ-որ մարդիկ ի վերջո լսեն, ասեն, ինչ-որ բան է ասում, բայց որը կապ չունի իրականության։ Այնպես որ գիտությունը հերքում է Նիկոլ Փաշինյանի այս ասածը հիմնովին։ Հաջորդը պարոն Մելքոնյան, ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելն է, գիտեք, որ ասում է դա Սփյուռքի գործն է, դա Հայաստան պետության առաջնահերթությունը չպետք է լինի, ձեր կարծիքով հայ ժողովրդի շահի տեսանկյունից որն է ավելի շահավետ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը թե ցեղասպանության պահանջատիրությունը։ Ես ձեր հարցը մի քանի մասի բաժանեմ, վերջից սկսեմ։ Պետք չէ իրար խառնել պատմական հիշողությունն ու պրագմատիկ քաղաքականությունը եւ ընտրել որևէ մեկը, որովհետեւ դա ազնիվ ընտրություն չի։ Ոնց որ ընտրես այս խոսափողի եւ ջրի միջև տարբեր հարթություններ են։ Կարող ենք ընտրել այս խոսափողի եւ մեկ այլ խոսափողի միջև։ Կարող ենք ընտրել ջրի եւ հանքային ջրի միջև, բայց իրար հետ անհամեմատելի բաների միջև հնարավոր չի ընտրել։ Հետեւաբար պատմական հիշողությունը եւ քո քաղաքական հարաբերությունները տարբեր են եւ աշխարհի մարդկության պատմության մեջ երբեք այդ երկընտրանքը չի դրվել, ասենք Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի միջև այդ երկընտրանքը չի դրվել, չգիտեմ, Գերմանիայի եւ այլ երկրների միջև, նույն չեմ Ռուսաստանի եւ Գերմանիայի միջև այդ երկընտրանքը չի դրվել, քանի անգամ են իրար հետ պատերազմել։ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև այդ երկընտրանքը չի դրվել, այսինքն հիմա Ռուսաստանը ասի լավ, եկեք չհիշենք այն ռուս գեներալներին, որոնք մարտնչել են ռուս-թուրքական պատերազմում, իրենց անունով չեն փողոցները հանենք, արձանները հանենք, քանի որ Թուրքիայի հետ լավ բան ունենք, տնտեսական հարաբերություններ ունենք, իհարկե չէ, դա իհարկե աբսուրդ է։ Հետևաբար հիմա մի քիչ սարկազմ էլի բան եմ ասելու։ Մեր պարագային, որ ավելի հասկանալի օրինակն է։ Մենք հիմա Իրանի հետ շատ ջերմ լավ հարաբերություններ ունենք։ Հիմա ասելով դարեր շարունակ, բայց դա վերցնենք անկախ Հայաստանի։ Հիմա ինչ ասենք, ավարայրը մոռանանք, ասենք, քանի որ մենք Իրանի հետ լավ հարաբերություն ունենք, եկեք Վարդան Մամիկյանի արձանը ապա մոնտաժենք, որ հանկարծ հայ-իրանական բարեկամությունը չտուժի, երբևէ այդ հարցը դրված եղել է, իհարկե ոչ։ Հետևաբար դրանք տարբեր հարթություններ են եւ հիմա դրանք իրար խառնելը քեզ մտցնում է փակուղի, քեզ հələ որպես անձ ոչինչ մտնես փակուղի, բայց քեզ հետ տանում ես պետությանը փակուղի եւ տանում ես ազգին փակուղի, որ դնում ես ինչ որ անիմաստ ընտրության առաջ։ Հետեւաբար դա սխալ է, պետք է պատմական հիշողությունը մնա, պատմական հիշողությունից բխող ինչ որ քայլեր, դա կլինի իրավական թե այլ, պետք է մնա, բայց պրագմատիկ քաղաքականությունը պետք է շարունակվի։ Ավելի լավ օրինակ բերեմ Հունաստան եւ Թուրքիա։ Մեր նույն ցեղասպանության տարիներին հույների ցեղասպանությունը տեղի ունեցել, հայ-թուրքական պատերազմի ժամանակ հույն-թուրքական պատերազմ է տեղի ունեցել, հունական տարածքներ են Թուրքիան գրավել միջև եւ հիմա իր տարածքներն են
եւ ինչ հիմա Հունաստանի հետ չունի հարաբերություններ, հույները մոռանում են այդ ամեն ինչը, իհարկե ոչ, բայց Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ի դաշնակից չեն, սահմանները բաց չի, Հունաստանի որևէ վարչապետ ելնում ասում է եկեք մոռանանք Կոստանդնուպոլիսը, որպեսզի Թուրքիայի հետ խնդիր չունենանք, իհարկե ոչ։ Այսինքն դու քո թուլությունից փնտրում ես ինչ որ հիմնավորումներ ու ցավոք սրտի դա ներկայացնում ես դուխով պիտակի տակ։ Վախդ փաթեթավորում ես մի թղթով, որան գրում ես դուխով։ Դա լրիվ տարբեր բաներ են։ Ինչ վերաբերում է Սփյուռքին, նայեք, տարանջատումը, որ ասում է դե դա Սփյուռքի գործն է։ Այստեղ էլ մեկ ուրիշ հարված է տարվում, որտեղ մեր պետական մտածողության մեջ Հայաստան-Արցախ-Սփյուռք երամիասնություն կար։ Մա Արցախը կորցրել ես, Սփյուռքի հետ էլ տարանջատում ես մտցնում, այսինքն դա Սփյուռքի հարցն է։ Ինչի այն մարդը, որ ցեղասպանությունից փրկվել է եւ որի մի ժառանգը գնացել է Ֆրանսիա, մյուս ժառանգը եկել է Երևան։ Այ Ֆրանսիայի ժառանգը պիտի պայքարի, Երևանի ժառանգը չպիտի պայքարի։ Հիմա Հայաստանի բնակչության որ մասն է ցեղասպանությունից փրկվածների ժառանգներ հիմա դնեն հաշվին ասեն, այս, չգիտեմ, այս մարդիկ պիտի պայքարեն, այս մարդիկ չպայքարեն, այսինքն դա խելագարության կանխավարկած է արդեն գնում։ Հետևաբար դա սխալ է եւ երբևէ Հայաստանի արչեւ մինչեւ 2020 թվական այդ խնդիրը դրված չի եղել, որովհետեւ Հայաստանը ոչ պարտված եղել, ոչ էլ այդպիսի այլընտրանքների արչեւ է ինքը իրեն դրել կամ իրեն պարտադրել։ Նիկոլ Փաշինյանը եւ իր նախկին կողակիցը պարբերաբար գովազդում էին Էրդողանի գիրքը ավելի արդար աշխարհ հնարավոր է։ Ես ուզում եմ ձեզ հարցնել նախ ձեր կարծիքով ինչ տեսակ մարդ է Էրդողանը, ինչ վերաբերմունք ունի հայերի նկատմամբ եւ որն է Էրդողանի պատկերացրած արդար հասարակարգը, արդար աշխարհը, իրերի դասավորությունը։ Նայ գրքի մասին կարճ ասեմ, հետո այդ ձեր տված հարցը շատ հետաքրքիր հարց է։ Գիրքը ինչի մասին է։ Շատ պարզ։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների փոխարեն Էրդողանը ուզում է որ լինի 6 մշտական անդամներ եւ 6-րդը լինի Թուրքիա։ Եվ գիրքը կոչվում է Աշխարհը 5-ից մեծ է։ Ավելի արդար աշխարհ հնարավոր է։ Այսինքն 5-ից մեծը նշանակում է 5 մշտական անդամ երկրներից բացի, եթե լինի Թուրքիան 6-րդը, ուրեմն աշխարհը կլինի ավելի արդար։ Եվ ինքը ասում է, ես ինչ պակաս գերտերություն եմ։ Ես էլ ռեգիոնալ գերտերություն եմ, ես էլ լինեմ այդ անի անդամ, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ։ Սա է հարցը, գիրքը դրա մասին է։ Ու երկար բարակ քննարկվում է այս հարցը։ Այսինքն այսպես մի դարակազմի գեղարվեստական արժեք ունի։ Չէ, գեղարվեստական ընդհանրապես դա թուրքական թեզն է, որը չեմ էլ կարծում Էրդողանն է գրել, ուղղակի որպես պաշտոնական թեզ Էրդողանի անունից դրվել է շրջանառության մեջ, թարգմանվել է տարբեր լեզուներով եւ այլն։ Այսինքն դա դեք ինչ, ոչ Բժեզինսկու ինչ որ գիրքն է, ոչ Հանտինգտոն, որ ասեմ, դե գիտեք ցանկացած մարդ, ով որ մտածում է քաղաքական process-ների մասին կամ չեմ զարգացած մարդը պիտի կարդա այդ գիրքը, էլի։ Դա հաստատ այդ գիրքը չի։ Դա օրինակ կարող է հետարկել թուրքագետներին, ես անկեղծ ասած գիրքը երբ տպավորել, մի շաբաթ հետո ինձ մոտ է եղել, կարդացել եմ, դրել եմ մի կողմ։ Նույնիսկ դրել եմ ոչ են իմ ամենասիրելի գրքերի դարակում։ Սովորական այդպիսի գրքեր գրել է Թուրքիայի նախկին նախագահները, վարչապետները, բոլորը գրել են։ Հիմա դա տենց գովազդել, ասել, չգիտեմ, դա այդ չի։ Ինչ վերաբերում է Էրդողանին, տեսեք, դուք շատ հետաքրքիր հարց տվեցիք, թե Էրդողանը ինչպես է վերաբերում, ինչ տեսակ մարդ է, ինչպես է վերաբերում հայերին։ Դա մի քիչ երկար թեմա, ինչ տեսակ մարդ է, բայց ասեմ հետեւյալ։ Էրդողանը բնատուր քաղաքական գործիչ է, որը նաև Ստամբուլի փողոցային, այսպես լավ իմաստով հասարակության արժե համակարգը կրող, այսպես ստամբուլցի տղա է իր մտածողությամբ, բրավադա լավ քաղաքական տերմինոլոգիայով ասեմ, որը այդ արժեքներով էլ մտել է քաղաքականություն եւ անգամ իր խոսքը չի փոխել, իր բառամթերքը չի փոխել։ Նա խոսում է այնպես, ինչպես ստամբուլցի միջին վիճակագրական քաղաքացին արժեքների մասին, պատվի մասին եւ այլն, դրա համար իր ու ժողովրդի միջև տենց շատ խոր անջրպետներ չկան, ինքը այսպես
գրասենյակներում ջերմոցային քաղաքական գործիչ չէ, այսինքն իրական այսպես ասֆալտի վրա մեծացած քաղաքական գործիչ է եւ հակա էլիտիստական։ Դրա համար ինքը իր քաղաքական ռետորաբանության մեջ միշտ ծաղրում է այդ էլիտարներին, որովհետեւ ճիշտ է հիմա ինքը ամենևին աղքատ մարդ չի, բայց տենց այսպես բան կա էլի, որ դուք ինչ որ հասարակությունից կտրված էլիտաներ եք եւ այլն կապ չունեք այս ժողովրդի հետ։ Խարիզմատիկ գործիչ է, լավ ռետոր է եւ շատ հմուտ, այսպես միջազգային եւ ներքին խաղացող է։ Ազգայնական է, իսլամամետ է, պահպանողական է, պետական մտածողության գրող է, ամբիցիոզ է, մրցում է ոչ միայն իր ժամանակիցների կամ ոչ արդեն իր ժամանակիցների, այլ պատմական կերպարների հետ, Աթաթուրքի հետ է մրցում, սուլթանների հետ է մրցում, այլ երկրների ղեկավարների հետ է մրցում, իրեն համեմատում է Նելսոն Մանդելայի հետ եւ այլն։ Այս լեվելի հասած, այսպես ասած, գործիչ է։ Հայերին ինչպես է վերաբերում, այստեղ երկու տարբեր բաներ ասեմ, էլի, որպեսզի մենք այդ հուզականությունը, սենտիմենտալությունն ու իրականությունը չխառնենք։ Հիմա դու ձեր ասած Հակոբ Մարթայանը, լեզվաբան, իր հուշերում գրում է, որ Աթաթուրքը հայերին շատ էր սիրում։ Հայերին շատ լավ էր վերաբերվում եւ նույնիսկ Հայաստանում տպագրված Հրաչյա Աճարյանի, եթե չսխալվեմ, բառարանը, երբ որ դուրս է եկել, Աթաթուրքը ասել է այդ բառարանը առնենք, բերենք, որ մեր լեզվաբանական գրադարաններում բանում լինի եւ այլն, հայերով իբր հետաքրքրվել է եւ այլն։ Բայց առանձին հայերի հանդեպ դրական վերաբերմունքը եւ Հայաստանը որպես պետություն ատելը, դրանք տարբեր բաներ են։ Աթաթուրքը Հայաստանը որպես պետություն ատում էր, հայ ժողովրդին որպես քաղաքական միավոր ատում էր եւ սրա ապացույցը որն է, իր ելույթներից մեկում օրինակ հայ ժողովրդին ասում է անգույն ազգ։ Սա ռասիզմ է։ Ասում է այդ ժողովուրդը նույնիսկ իր գույնը դեռ չի որոշել։ Այսինքն կոմունիստ է, թե ինչա, չգիտեն, այդ թվերի ելույթը 20-ական է։ Բայց հիմա առանձին չեմ Հակոբ Մարթայանի հետ լավ էր, իրար հետ չային խմում։ Բայց դա չի նշանակում որ հայերին սիրում է։ Այ մենք որպես ազգ այդ սենտիմենտալ բանից պիտի դուրս գանք, գիտեք, Ազնաուրին սիրում է Ֆրանսիան, ուրեմն կգա Արցախը կազատի։ Ազնաուրի երգը շանսոնին սիրում է, բայց չի նշանակում որ սիրում է ազատ անկախ Արցախը։ Մակրոնը կարա գնա Ազնաուրի թաղմանը ու շատ ընտիր ելույթ ունենա, բայց Մակրոնը չի խոսելու Արցախի անկախության մասին, չի պայքարելու դրա համար, դրանք տարբեր բաներ։ Մա Էրդողանը հայերից իրեք ում հետ լավ հարաբերություններ, հայտնի լուսանկարիչ կար Արա Գյուլերը։ Օրինակ Արա Գյուլերի հետ շատ լավ հարաբերություններ, նույնիսկ մի նկար կա, որ Էրդողանին Արա Գյուլերը նկարում է, հետո Էրդողանը ֆոտոխցիկը վերցնում է, ինքն է սկսում նկարել, տարեց հայ լուսանկարչին, ստամբուլցի հայ լուսանկարչին։ Արա Գյուլերին որ սիրում է, դա նշանակում է, մոտ համեմատեք էլի Բաքվի 2020 թվականի այդ իրենց պարադի ժամանակ Էրդողանի ելույթը, դա հայերին սիրող մարդու ելույթ է։ Հետևաբար Էրդողանը քաղաքական գործիչ է, որը պետությանը եւ պետական միավոր ազգին վերաբերում է թշնամաբար կամ համենայն դեպս ոչ դրական, առանձին հայերի, ասենք, Արա Գյուլերի հետ շատ լավ հարաբերություն ունի։ Ինչ որ բիզնեսմենների հետ էլ լավ հարաբերություններ ունի։ Ստամբուլահայ օլիգարխիայի հետ էլ լավ հարաբերություններ ունի։ Այ ձեր ասածից նաև իմ հաջորդ հարցն է բխում, թե ինչ ազդեցություն ունի Էրդողանը Պորսո հայոց պատրիարքի վրա եւ արդյոք այդ ազդեցությունը մեծ է, որտեվ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ ամենայն հայոց կաթողիկոսներին շատ հաճախ նշանակել են գերտերությունները, այդ թվում նաև Թուրքիան։ Նայեք, Թուրքիա Պոլսո պատրիարքության պարագայում էլի որպեսզի ամեն ինչ པարզ լինի։ Նախ ստեղծվել է պատրիարքությունը Սուլթանի հրամանով 1461 թվականին, երբ որ Օսմանյան կայսրությունը գրավել է Կոստանդնուպոլիսը, պահպանել է հունական պատրիարքությունը, հետո ստեղծել է այսպես կոչված միլետների համակարգ, 3 ազգերի համակարգ,
որ բացի օսմանցիներից ընդունել է հայերին, հույներին, հրեաներին։ Եվ որպեսզի նրանց հետ շփվի, քանի որ Օսմանյան կայսրությունն էլ կրոնապետություն էր, ուրեմն ստեղծել է կրոնական ներկայացուցչություններ։ Հույներին արդեն կար պատրիարքություն, հիմա ստեղծել է Ստամբուլի հայոց պատրիարքություն, բայց ստեղծել են մի հատ էլ անջրպետ է դրել մեր կաթողիկոսության միջև, այսինքն մի հատ նոր աթոռ է ստեղծվել։ Բացի ամենայն հայոց կաթողիկոսությունից, որը արդեն 1441 թվականից սկսած վերադարձել էր Էջմիածին։ Իսկ Էջմիածին զուգահեռ ճիշտ է մի քիչ նրանից ցածր, բայց այնուամենայնիվ նոր աթոռ, այսինքն նոր պառակտում մի հատ հայերի մեջ։ Հետո պատրիարքին ընտրությունը ճիշտ է համայնքներ ընտրում, բայց սուլթանը կարող էր ամեն րոպե փոխել։ Եվ այդ հայտնի բաներ կան, որ ասենք կարող է մի համայնքի մի հարուստների խումբ գնար սուլթանին կաշառեր, պատրիարքին գահանկեցաներ, այդ ուրիշին ընտրեին։ Հետո մյուսները փող հավաքեին, տանեին, մի խոսքով։ Թուրքիայի Հանրապետություն 23 թվական Լոզանի պայմանագրություններով պայմանագրով Թուրքիա պետությունը ելի այդ 3 համայնքներին ճանաչում է՝ հայերին, հույներին, հրեաներին ու նրանց իրավունքները։ Բայց մինչև 1927 թվականը թույլ չի տալիս պատրիարքի ընտրություն տեղի ունենա։ Հետո պատրիարքի ընտրությունը կա, այսպես մեխանիզմներ է մշակվում, թույլտվություն պիտի տա Ստամբուլի նահանգապետարանը, բազմաթիվ այլ հարցեր կա, ով կարող է լինել Սպոլսը պատրիարք, ով որ Թուրքիայի քաղաքացի է եւ այլն, այսպիսի բաներ կան, ու միամտություն կլինի կարծել, որ Թուրքիա պետությունը որևէ կերպ չի միջամտում Պոլսայոց պատրիարքության ընտրությանը, գործունեությանը, պատրիարքի հայտարարություններին եւ այլն։ Բնականաբար միջամտում է։ Այլ կերպ չի էլ կարող լինել։ Բայց երբեմն դա քողարկված է արվում, բայց այնուամենայնիվ արվում է։ Եվ պատրիարքների անձով է պայմանավորված, որ կարողանում են մանևրել։ Ասենք սովետական միության ժամանակ հայոց կաթողիկոսները էլի ճնշման տակ էին, չէ, բայց կարողանում էին մանևրել։ Վազգեն կաթողիկոսի, Վազգեն առաջինին ինչ է ժողովուրդը այդքան շատ սիրում հիշում, որովհետև կարողացել է որոշ հարցերում մանևրել Մոսկվայի ճնշումների եւ այլնի կամ ինչ-որ սահմանափակումների շրջան։ Բայց այդպիսի Պոլսո պատրիարքներ կան, օրինակ կարող Միշել Շնորհք պատրիարք 1961-ից 90 թվականը կառավարած, դրանից առաջ Գարեգին Խաչատուրյան պատրիարք, որոնք շատ հետաքրքիր կերպարներ են, որպես հոգեվորականներ, բայց եղել են պետության անիտակ։ Ասենք Շնորհք պատրիարքի կառավարման ժամանակ Ասալայի դեպքեր են եղել, եւ ինքը անդադ ելել ու քննադատել է։ Հիմա իր կամքով չի եղել, պետությունը ասել է գնա հանդես արի հայտարարությամբ։ Մեսրոպ պատրիարքը Մութաֆյան Ամերիկայի սենատում հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև էր քննարկվում, գնում էր Ամերիկա, ասում էր մի ընդունեք։ Հանդիպում էր սենատորներին, ասում էր մի ընդունեք։ Պարզ չի որ ճնշման արդյունքում։ Այսինքն ասել, որ պետությունները կապ չունեն եւ այդտեղ նաեւ գիտեք ինչ, էլի մանիպուլյացիա կամ անգրագիտություն։ Որ մեծ պետությունները հոգևոր այդ մեծ կառույցների հանդեպ որևէ վերաբերմունք պետք է չունենան, որևէ ազդեցություն պետք է չունենան, հա, տենց լինում է, իհարկե չի լինում։ Եվ այդ իր ասածը, որ չգիտեմ, թուրքերը, սովետական միությունը կաթողիկոսներ նշանակել եւ այլն, դա էլի իր չիմացության կամ մանիպուլյացիա անելու ցանկության հերթական դրսևորումն է։ Իսկ հիմա էլ Պոլսո պատրիարքության վրա թուրքական պետությունը ունի ազդեցություն, իհարկե ունի։ Եվ մենք ակնկալենք, որ Պոլսո հայոց պատրիարքը կարող է լիովին անկախ գործունեություն ծավալել, իհարկե ոչ։ Հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում սահմանի բացումն է։ Դուք ինչ եք կարծում, այդ սահմանի վերջո կբացվի։ Սահմանի բացման հետ կապված ես կարծում եմ կան մի քանի այսպես միֆեր, սխալ պատկերացումներ, ուռճացված սպասումներ եւ այլն։ Առաջինը դա հայ-թուրքական սահմանի բացումը միշտ եղել է Հայաստան պետության գոնե քաղաքական օրակարգում, բայց անմիջապես ծագել է հաջորդ հարցը՝ ինչի հաշվին, ինչ զիջումների գնով։ Հիմա այդ երկրորդ հարցը այլևս չկա։ Բացելու վերջ, չէ, բացելու վերջ, այսինքն ինչի գնով, Արցախ դե Արցախ չկա, էլ ինչ եք ուզում, ցեղասպանության հարցը չասենք, չենք ասում, էլ ինչ եք ուզում, Արարատ-Սարը հանենք պատպեչատներից, հանում ենք, էլ ինչ եք ուզում։ Այդ էլ ինչ եք ուզում, որ հարցը տալիս են թուրքերին, թուրքերը անընդհատ ասում են, թե ինչ են ուզում։ Հետևաբար հիմա
սահմանի բացումը արդեն վերածվում է, չգիտեմ, մոլուցքի ինքնանպատակ, որ այնքան որ բացենք։ Երկրորդ հանգամանք։ Սահմանի բացումը իր հետ ունի տնտեսական բաղադրիչ։ Դրա վերլուծության տարբեր օրինակներ ես գիտեմ, որ ինչերի վրա կազդի գյուղատնտեսության, չգիտեմ ինչի եւ այլնի, բայց հիմա դրա օբյեկտիվ վերլուծական գնահատականը, որ նա բացվի, ինչ է լինելու։ Մենք ինչ վտանգներ ունենք, դա չկա, չեմ տեսնում։ Դեմոգրաֆիկ, անվտանգային, ի վերջո այդ սահմանը բացվի, հո մենակ բարի կամք ունեցող թուրքեր չեն գալու։ Կարող են գալ հանցագործներ, կարող են գալ, չգիտեմ ինչ, անվտանգային ռիսկերը գնահատված են եւ արդյոք այդ ռիսկերը կանխելու մեր ներուժը բավարար է, թե ոչ։ Եվ ի վերջո, այսպես ասեմ, դա միֆ է, որ ասում են, եթե հայ-թուրքական սահմանը բացվի, ուրեմն տեսեք ինչ հզոր հայկական դիվանագիտություն է, իսկ դա այդպես չի, որտեղ հայկական դիվանագիտություն հիմա ըստ էության չկա, ոչնչացված է, կա արտգործնախարարության շենք, կան պաշտոնյաներ, բայց դիվանագիտություն իմ կարծիքով չկա, որտեղ ինչ որ զիջում ես, դա կարող ես դիվանագետել չլինել, որ զիջել։ Եթե պետք է գնաս բանակցությունների ու լսես, թե ինչ են քեզնից ուզում ու համաձայնվես, ուրեմն դու կարող ես ընդհանրապես որևէ դիվանագիտական հատկություններ, ընդունակություններ չունենալ։ Հանձնել կարող են բոլորը։ Իհարկե, հանձնել կարող են բոլորը։ Եվ մի հատ sense տեխնիկական հարցեր, այդ սահմանի բացում, որ ասում են, չէ, մարգարան վերանորոգել են, կամուրջը ներկել են, կողքի բաները։ Երբեմն նայել են այդ մարգարայի կամուրջի թողունակությունը, ինչքան է, լայնությունը ինչքան է, քանի մեքենա կարող է անցնել, դա էֆեկտիվությունը ինչպիսին է եւ այլն բազմաթիվ այլ բաներ։ Հետեւաբար ես կարծում եմ, որ այստեղ ավելի շատ այսպես գործընթացի միֆականացումն է եւ դրանով ինչ որ դիվիդենդներ քաղելու ջանքերն են, քան թե իրականացիա։ Եվ ի վերջո այսքանը զիջելուց հետո հայ-թուրքական սահմանի բացումը այլևս քանի գրոշի արժեք ունի պետականության, դիվանագիտության եւ քո սկզբունքները պահպանելու տեսանկյունից։ Ես չեմ ասում բիզնեսը, կարող է սահմանը բացեն, չգիտեմ ինչ որ լամինատ բերեն ավելի էժան լինի, բայց դա հանուն ինչի հետ եք փոխում։ Այն որ ռուսեն խոսք կա игра стоит свеч, թե не стоит։ Հիմա այդ կա տենց բան, թե չէ մտածողության մեջ։ Պարոն Մելքոնյան։ Եվ կնեք, եթե այդքան թուրքերը մտածում էին հայերին օգնելու համար սահմանը բացել, Այն ժամանակ ինչի չէին բացում, բա ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ ինչի չստացվեց, բա դրանից առաջ ինչի չստացվեց, բա Արցախը որ կար այդ ժամանակ ինչի չէին բացում, բա Արցախը չկա 6 տարի անցել, հիմա էլի ինչի չեն բացում։ Ուրեմն իրենց համար դա այնպես չի որ հայանպաստ քայլ է, եւ այնպես էլ չի որ գերկարևոր քայլ է։ Հետեւաբար պետք է ամեն ինչը մեկ ամբողջության մեջ նայել։ Սահմանի հետ կապված հասկանալի է, բայց հայ-թուրքական հարաբերությունները նաև վտանգի, այսպես ասած, հնարավորություն են։ Դուք ինչ եք կարծում, օրինակ հնարավոր է, որ Թուրքիան երբևէ հարձակվի Հայաստանի վրա։ Ես ձեր հարցին երկու մասով կպատասխանեմ՝ տեսական եւ գործնականի ինչ որ sense օրինակներ։ Թուրքիան տեսականն եմ ասում։ Այնպիսի պետություն է, որ կարող է խախտել այլոց նաեւ իր հարևանների տարածքային ամբողջականությունը եւ ագրեսիա իրականացնել։ Այո։ Կա նման օրինակներ։ Այո։ Վերջին թարմ օրինակը որն է Սիրիան։ Սիրիայի ինքնիշխան տարածքները Թուրքիան օկուպացրել է տարիներ առաջ։ Ուղիղ օկուպացրել է, մտել է, ասել է անվտանգության գոտի եմ ստեղծում, որովհետեւ իբրև թե այստեղից ահաբեկիչներ են գալիս, բայց բարձր այդտեղից չեն գալիս ահաբեկիչները, այլ իր մոտից են գնում հակառակ ուղղությամբ։ Կիպրոսի կեսը 40% օկուպացրել է Թուրքիան 1974 թվականին, այո։ Հունաստանի ջրային տարածքների հետ կապված խնդիր կա, այո։ Իրաքի հետ կապված խնդիր կա, ինչ որ անդադ սահմանը խախտել, գնալ, մտնել, գալ եւ այլ կա։ Ինչը պիտի ստիպի, որ Թուրքիան իր քանի որ ինքը տեսական մտածողության մեջ օկուպացիայի, ագրեսիայի հակված պետություն է։ Ես նույնիսկ ասել էի, եթե չեմ սխալվում, TV5-ի եթերում, որ եթե Իրանի վիճակը վատանա, սրվի եւ ինչ որ ներքին խժդժություններ լինեն, առաջինը Իրանի ինքնիշխան տարածք ցամաքային ագրեսիա իրականացնող երկրներ լինեն Թուրքիան ու Ադրբեջանը։ Այդ պատրվակում մտնում ենք բուֆերային գոտի ստեղծենք, որ հանկարծ Իրանից
բաները փախստականների անկանոն հոսք չլինի, հա։ Հետևաբար Թուրքիան դրան հակված պետություն է։ Ուստի տեսականորեն այո, Թուրքիան եթե արել է Սիրիայի հանդեպ Հունաստանի, Կիպրոսի, ինչի պիտի չանի։ Այդ ինչի պիտի չանի, դա այլ հարց է, թե ինչի միջի չի արել։ Այլ գործոններ, աշխարհաքաղաքական գործոն, հայ-ռուսական գործոն, ռուսական այդքան չարչրկված, բայց հարերկրորդ բազայի գործոն եւ այլն եւ այլն։ Եվ հիմա ասենք ինչ պետք է դրան այլընտրանքը որն է, ասենք Նիկոլ Փաշինյանի սիրտը, հա, սրտով ինչ որ մի հատ պաստար կդնեն հայ-թուրքական սահմանին եւ թուրքական այդ օկուպացիոն տրամադրությունը միանգամից կվերանան։ Հիմա գործնականը Թուրքիան ուզեցել է Հայաստանի վրա հարձակվել։ Ես երկու փաստ եմ բերում 1992 եւ 93 թվականներ։ Ընդ որում այս փաստերը հիմա կան ամերիկյան գաղտնազերծված արխիվային փաստաթղթերում, մասնավորապես Ամերիկայի նախագահ Ջորջ Բուշի եւ Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալի հեռախոսազրույցի գաղտնազերծված տարբերակը, որը բաց հասանելի է այդ արխիվային փաստաթղթերը, որտեղ Ջորջ Բուշը Օզալին ասում է չանեք ռազմական օկուպացիա, հարձակում եւ այլն եւ այլն 93-ին, եթե չեմ սխալվում, մայիս ամսին, ապրիլ-մայիս ամսին։ Որտեղ Օզալը մինչեւ այդ հայտարարում ասում է, որ Երևանի վրա մի երկու հատ ռումբ նետենք, ինչ պետք է անեն։ Եթե թուրքական զորքը քայլարշավով մտնի եւ հասնի Երևանի մատույցներ, նույնիսկ նշվում էր կարծում Նորագավիթի կողմեր, հա, ինչ պետք է անի Հայաստանը։ Այդ պատերազմի ժամանակ Արցախյանը առաջին, հա։ Թուրքական զորքը բերվել էր հայ-թուրքական սահմանին ու մարտական պատրաստվածության առաջին աշճան։ Թուրքիայի գլխավոր շտաբի պետը զեկույց էր կարդում, որ զեկույցով հանդես եկել, որ մենք պատրաստ ենք իրականացնել այդ ամենը։ Եվ դրանից առաջ մեկ անգամ էլ 92-ին կրկին նույն մոտավորապես իրավիճակը, երբ Արցախյան ճակատում մեր հաջողությունների ժամանակ էր Ադրբեջանը դիմել էր Թուրքիային։ Հա, իդեպ էդ էլ ասեմ։ Ադրբեջանը գրավոր դիմել է Թուրքիային, խնդրելով ռազմական աջակցություն, նույնիսկ կա Հեյդար Ալիևի դիմումը, ինքը կարծեմ նա որպես Նախիջևանի ինքնավար մարզի այդ ազգային ժողովի նախագահ դիմել է, որ եթե դուք չօգնեք, հայերը կգրավեն նաև Նախիջևանը, կմտնեն Բաքու եւ այլն, այսինքն պատկերացրեք Ադրբեջանը խնդրում էր Թուրքիային օգնել եւ այդ խնդրանքը գրավոր է, որպեսզի հայերը Հայաստանը մինչեւ Բաքու չհասնեն։ Սա փաստեր են։ Եվ հիմա այդ պատերազմը, այդ Արցախյան շարժումը ու այդ բանակը արատավորվում է հենց այս իշխանությունների կողմից, որ այդ շարժումը իմպերիալիստական շարժում էր դրսից մեզ պարտադրված, որ բանակը փախել էր, գեներալները թալանչիներ էին եւ այլն։ Նախագահներն էլ նախագահներ չէին, չգիտեմ ինչով էին զբաղված։ Բայց եթե տենց էր, Հեյդար Ալիևը ոնց էր խնդրում Թուրքիայից օգնել իրեն։ Եվ այդ փաստ այդ նամակները կարելի է չէ անել, հրապարակել, տեսնել թե ինչ է եղել։ Եվ այդ ժամանակ կարծեմ Թուրքիայի այդ ջանքերը, որ մենք ինչ դիմել են, դե ինչ որ մի բան անենք Ադրբեջանի, օգնենք, կասեցել է այս անգամ է Ռուսաստան։ Այսինքն առաջինը Ռուսաստանն էր, կասեցին երկրորդ անգամ Ամերիկան։ Մարշալ Շապշնիկովը ռուսական բանակի, որ այցելել էր Հայաստան եւ իր հայտնի հայտարարությունը կար, որ լրագրողը հարցնում է, որ թուրքերը պատրաստվում են հարձակվել Հայաստանի վրա, նա ասում է՝ «Пусть попробуют»։ Թող փորձեն։ Ու դրան եթե հանկարծ ձևակերպումը, եթե հանկարծ մի թուրքական զինվորի ոտք հատի հայ-թուրքական սահմանը, կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմ։ Այսինքն Ռուսաստանը կհարվածի Թուրքիային, Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է, կդառնա երրորդ համաշխարհային պատերազմ։ Այսինքն Թուրքիան ոչ միայն տեսականորեն, այլև գործնական քայլեր արել է։ Դա մեր ոչ վաղ անցյալի պատմությունն է, 1992-93 թվականներն։ Այնպես որ այդ խաղաղասիրությունը, երգերը, բաները եւ այլն խաղաղության մասին, այդ փորձ է մոռացության տալ այն իրականությունը, որը մեր կողքին է եւ ամեն պահի կարող է դառնալ շատ ավելի ռեալ ու դառը իրականություն։ Հաղորդման այս մասում ես բլից հարցեր կտամ ձեզ, կխնդրեմ հնարավորինս արագ պատասխանել։ Բայց հաշվի առեք, որ ես դասախոս եմ, կարող եմ 40 րոպե խոսել։ Պոլիս թե Ստամբուլ։ Միանշանակ Կոստանդնուպոլիս,
Հույների համար մեզ համար պոլիս։ Ով է պատմության ամենանշանավոր թուրքը։ Ասում են Սուլեյման առաջինը, բայց ենթադրում եմ կարող ենք ասել Աթաթուրքին, որովհետև պետության կործանումից հետո ստեղծեց մեծ մի նոր պետություն։ Չնայած ինձ համար դժվար է որևէ ձևակերպել, բայց ենթադրում եմ թե համացան մեջ Աթաթուրք։ 3 բան, որ կարելի է սովորել թուրքերից։ Շատ դժվար հարց եք տալիս, որտեղ բան է մի քիչ կլիաուզնի չասեմ, բայց մի քիչ նուրբ հարց է։ Առաջինը պետականության հանդեպ թուրքական, այսպես մոլերանտ մոտեցումը ուշադրության արժանի է։ Երկրորդը պետության ղեկավարի հանդեպ իրենց մոտեցումները ներքին ու արտաքին ճակատներում համեմատելիս առաջնահերթությունը տալիս են արտաքին ճակատին, այսինքն եթե Էրդողանի ներքին կյանքում չսիրեն, բայց ասում են Էրդողանը մեր երկիրը լավ կներկայացնի արտաքին աշխարհում, թող ինքը մեզ ներկայացնի։ Եվ երրորդը այդ համադրումը չմոռանալ թշնամանքը, իրենց շահերը, բայց այսպես ասած բիզնեսի եւ այլ խնդիրների հետ դրանք չխառնել, ինչը մենք հաստատ անդադար ենք, եթե բիզնես ենք անում, եկեք ցեղասպանությունը մոռանանք, իրենց մոտ այդ մասը չկա։ Տարանջատումը կա։ 3 բան, որ հայերին տարբերում է թուրքերից։ Դե բնականաբար առաջինը քաղաքակրթությունը, որտեղ ես կարծում եմ, որ հայկական քաղաքակրթությունը դա իրոք ուրույն առանձին քաղաքակրթություն է։ Երկրորդը կրոնական պատկերացումները եւ պատկանելությունը, եւ երրորդը որոշ արժեհամակարգային տարեր, ճիշտ է մենք ընդհանրություններ թուրքերի հետ Չրխուանոցի բանի եւ այլն կա, բայց արժեհամակարգային տարբերություններ կան, որոնք հստակ մեզ տարբերում են, հստակ։ 3 բան, որ ադրբեջանցիներին է տարբերում թուրքերից։ Առաջինը դավանանքը ես կասեի, որտեղ նրանք սունիական են, նրանք շիայական։ Երկրորդը որոշակի քաղաքակրթական ներթուրքական քաղաքակրթական մակարդակների որոշակի տարբերություններ կա։ Ի վերջո թուրքականը կայսրություն է Օսմանյան եղել մի քիչ այլ պատկերացումներով։ Եվ երրորդը կարծում եմ այդ հմտությունները քաղաքական ատելությունը ինչ որ բանով քողարկելու այդ առումով ադրբեջանցիները ավելի վատ են դրսևորում իրենց հավասարապես մեզ ատում են, բայց ադրբեջանցիների այդ հմտությունները իմ կարծիքով թուրքերից այդ իմաստով տարբերում են եւ նաեւ միգուցե նաեւ այստեղ ավելացնեմ ինչ որ բանը 70 տարվա տարբերություն ինչ որ սովետական տրադիցիայի որոշ դրսևորումներ ադրբեջանական ավելի ավակ սերնդի մոտ, էլի ոչ թե հիմա նորերի, այլ ավելի ավակ։ Օրինակ Հեյդար Ալիևի մոտ ի վերջո նա ինչ որ սովետական բաներ այսպես ասած մտածողության գործիչ էր նաև։ Ինչու դառնալ թուրքագետ։ Ես կընթան ավելի լայնացնեմ, ինչու դառնալ արևելագետ, որպեսզի ավելի լավ հասկանալ աշխարհն ու տարածաշրջանը, որովհետև արևելագետը մի մարդ է, ով պետք է իմանա այդ լեզուն, այդ երկրի պատմությունը, գրականությունը, կրոնը, մշակույթը, պարտադիր է կոմպլեքսը իմանա, եւ եթե մի մարդ գիտի այդ երկրի լեզուն, իմանում է պատմությունը, գիտի գրականությունը, գիտի սովորույթները, կրոնը եւ այլն, այդ մարդը լավ է հասկանում այդ երկիրը։ Եվ քանի որ աշխարհի շատ խնդիրներ խաչվում են արևելքում, հիմա էլ մենք տեսնում ենք, որ Դոնալդ Թրամփը ամբողջ օր արևելքով է զբաղված եւ այլն, ապա ճանաչել արևելքը նաև օգնում է ճանաչել աշխարհի մեծ խաղի մի մեծ մաս։ Հետևաբար դառնալ արևելագետ նշանակում է մեծ խաղի մեծ մասը հասկանալ։ Որ թուրքը գրողին խորհուրդ կտայի կարդալ։ Գիտեք, ամենահայտնի գրողը բնականաբար Օրհան Փամուկն է, Նոբելյան դափնեկիր։ Ես հենց իրեն էլ խորհուրդ կտամ, որոշ ստեղծարարություններ կան, որոնք ավելի հաջողված են, բայց պետք է կոնտեքստը ճիշտ իմանալ նոր։ Օրհան Փամուկին հաստատ խորհուրդ կտամ։ Արևելյան Թուրքիա թե արևմտյան Հայաստան։ Միանշանակ արևմտյան Հայաստան, բայց դա էլ հերիք չէ։ Ես կասեմ ուղղակի պատմական Հայաստան, որտեղ արևմտյան արևելյան Հայաստան տերմիններն էլ ի վերջո ի հայտ են եկել Հայաստանի բաժանումից երկու
այլ պետությունների կողմից, դրա համար չեմ Բյուզանդիայի եւ Իրանի, Պարսկաստանի, դրա համար ես ավելի ինձ համար ընդունելի է պատմական Հայաստան կամ հայկական Բարսավանդակ, բայց եթե ընտրությունը արևելյան Թուրքիա թե արևմտյան Հայաստան, միանշանակ արևմտյան Հայաստան։ Եվ վերջին հարցը թուրքերը հայերի թշնամիներն են։ Քաղաքական իմաստով այո։ Մենք քննարկեցինք Թուրքիան, թուրքերին եւ հայ-թուրքական հարաբերությունները հնարավորինս մանրամասն, իհարկե շատ ավելի երկար կարող էինք զրուցել։ Շնորհակալ եմ, պարոն Մելքոնյան, ձեզ այս հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Relevant podcast-ը, իմ զրուցակիցը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էր, կհանդիպենք եկող շաբաթ։ Շնորհակալություն։